Ողջույն արդարության պահանջով ոտքի ելած հայ ժողովուրդ, ողջույն սեփական պապերի արյունը չուրացող հայ երիտասարդություն, 110 տարի առաջ այս օրերին թշնամին մեկնարկեց իր հրեշավոր ծրագիրը, 110 տարի շարունակ աշխարհին ասում ենք ճշմարտությունը, որ ոճիրը եղել է և այն երբեք չի մոռացվելու։ Մենք կանգնած ենք այս հրապարակում ոչ թե որպես զոհ, այլ որպես սերունդ, ով ապացույցն է այն բանի, որ Թուրքիան ձախողվել է։ 110 տարի առաջ նրանք մտածում էին, թե կվերացնեն մեզ, կջնջեն մեր հետքը պատմությունից, բայց այսօր, հենց հիմա, այս հրապարակում կանգնած հայ երիտասարդը ամենազորեղ ավկայությունն է այդ ձախողման։ Սիրելի քույրեր և եղբայրներ, 110 տարի է անցել այն օրվանից, երբ Օսմանյան Թուրքիան քաղաքական որոշում կայացրեց ոչ միայն վերացնել հայ ժողովրդին, այլ իր պետությունը կառուցել հայի արյան և հողի վրա։ Սա ծրագիր էր, քաղաքական որոշում, որն ընդունվեց և իրականացվեց։ Բայց արդյոք այսօր թշնամու նպատակը փոխվել է։ Արդյոք թշնամու ծրագիրը այլ է։ Ոչ, վստահաբար ոչ։ Մեզ փորձում են համոզել, թե ցեղասպանությունը պետք է թողնել անցյալում, իբրև պատմական ցավալի հիշողություն։ Բայց այն, ինչ տեսանք Արցախում, խոսուն ապացույցն է, ավելի քան 100 տարի անց թշնամու ձեռագիրը չի փոխվել։ Եվ ուրեմն, ինչ պետք է անենք մենք։ Մենք պետք է շրջենք պատմության անիվը։ Ապրիլի 24-ը պիտի դառնա մեր վերածնունդի օրը։ Ապրիլի 24-ը պիտի դառնա որպես ազգ այլևս երբեք չպարտվելու որոշում կայացնելու օրը։ Մենք պետք է հենց այստեղ, այս խորհրդանշական օրը, ինքներս մեզ խոստանանք, որ այլևս երբեք չենք պարտվելու, այլևս երբեք թույլ չենք տալու մեզ կոտորել, այլևս երբեք թույլ չենք տալու մեզ ցեղասպանել, հայրենազրկել և դարձնել օտարական սեփական հողում և հայրենիքում։ Մենք պետք է ոտքի կանգնենք, որովհետև ինչպես ասել է Սարգիս Զեյթլյանը, սողացող ազգերը դատապարտված են գետնի տակ մտնելու։ Ոտքի կանգնող ազգերն են, որ իրավունք են ստանում գոյության։ Սիրելի հայ ժողովուրդ, ապրիլի 23-ի այս ժայռով երթը արդարության համար մեր շարունակվող պայքարի խորհրդանիշն է։ Արդարության պայքարի ջահը հաջորդ սերունդներին փոխանցելու և մեր իրավունքներին վերատիրանալու տեսլականի վառ պահելու խորհրդանիշը։ Այսօր, վաղը, ամեն օր և ամեն ժամ հիշենք, որ մեր իրավունքները խլել են մեզնից և անպայման մի օր դրանց պետք է վերատիրանանք։ Խոսքը